Բարև հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա քննարկման օրակարգը իհարկե 2024 թվականի բյուջետային հաշվետվությունն է, ուստի նախ կանդրադառնամ ֆինանսական հարցերին։ 2024 թվականի ընթացքում, ինչպես նշեց ֆինանսների նախարարը, արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնապես հաստատված բյուջեն եղել է 17.1 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն 27.8, ծախսերը փաստացի կազմել են 27.4 միլիարդ դրամ, կրկին նշվեց, որ կատարողականը 98.8% է, ըստ էության, ինչպես կարող եք գլխի ընկնել այս թվերի տարբերությունից, ճշտված բյուջեն ավելացել է 10.7 միլիարդ դրամով, այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում մեկ գործոնով, Փարիզում դեսպանության նոր շենքի ձեռքբերումը 9.9 միլիարդ դրամ։ Բոլորը տեսել եք այդ շենքը, կարծում եմ, վարչապետի Ֆրանսիա այցի ժամանակ նաև առիթ եղավ վիդեո կադրեր հրապարակել, հանրայնացնել այնտեղից։ Ուզում եմ այս առիթը օգտագործել խոսել դեսպանությունների շենքերի մասին։ Կհիշեք, որ նախորդ տարի, այսինքն հաշվետու տարի 24-ի նախորդը 2023-ին մենք շենք ենք ձեռք բերել նաև Միացյալ Թագավորությունում, Լոնդոնում,